2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ։ Իմ մտահոգությունը այդ արդարության մասն է, որ այսօրվա զինծառայողները, ես էլ եմ ինքս բանակում ծառայել, չնեղվեն, որ նոր եկողները փաստացի 3-6 ամիսա ծառայում են, բայց նոր եկողները իրաց հետ հավասար զորացրվելու են։ Օրենքը ուժի մեջ կմտնի եւ անմիջապես զորագոչվող զորակոչի վրա այն կտարածվի։ Այն գուցե որոշակի անարդարություն իր մեջ պարունակեր, եթե մենք օրենքը ընդունեինք հունիսի 1-ին, քանի որ օրենքի մասին խոսակցությունը ավելի վաղ էր եւ օրենքը տարածվեր հունիսի 1-ից հետո կամ հուլիսի 1-ից հետո ծառայության անցնող քաղաքացիների վրա, տվյալ պարագայում ձմեռային զորակոչը գուցե այստեղ անարդարություն տեսներ։ Բայց մենք խոսում ենք մի բանի մասին, որը նոր է տեղի ունենալու եւ նախկինում ծառայության մեջ գտնողների վրա այն տարածելը արդեն անարդար կլինի։ Եվ այստեղ խոսել նրա մասին, որ նոր խրախուսական ինչ-որ բաներ են պետք, երբ արդեն իսկ ես խոսեցի արձակուրդների մասին, կարծում եմ սա շատ արդար է եւ մեր գործընկերները եւ մեր սիրելի զինվորներն ու նրանց ծնողները, ովքեր հիմա գտնվում են ծառայության մեջ, ում զավակները գտնվում են ծառայության մեջ, պիտի ըմբռնումով մոտենան, որովհետեւ սա վերաբերում է ապագայում ծառայողներին, այդ թվում նաեւ իրենց զավակներին, իրենց եղբայրներին, իրենց հարազատներին։